Մենք տեսանք, որ Իլհամ Ալիևը սենց հրճվագին տեղադրել էր իրեն ուղված Դոնալդ Թրամփի գրառումը Իլհամ դուք հիասքանչեք, ինչի վրա էր դրել, գիտեք, որ շատ երկար տարիներ գործում էր 907 բանաձևը Միացյալ Նահանգներում, որը արգելում էր ԱՄՆ-ին հատուկ որոշակի զենքեր եւ որոշակի ռազմական տեխնիկա վաճառել Ադրբեջանին եւ հիմա որ ուրեմն 907 բանաձևի կասեցման ժամկետը երկարաձգելու ակտը նորից է երկարաձգվել, Իլհամը դա դրել է իր էջում եւ դրել է Թրամփի գրառումը Իլհամ դուք հիասքանչեք, այդ հիասքանչի տակ ասեմ ձեզ, երբ որ այլևս հիմա նայում ենք նույն ադրբեջանական մամուլը, տեսնում ենք թե քանի միլիարդ դոլարի պայմանագրերը այլևս կնքված Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև մենք հասկանում ենք, որ երբ որ Թրամփը ասում է Իլհամ դու հիասքանչես, դրա տակ ինչպիսի տնտեսական շահեր կան եւ որքանով են նաեւ այդ տնտեսական շահերը առնչվելու նաեւ մեր ասած Թրիփի, Ալիևի ասած Զանգեզուրի միջանցքին։ Ես շատ վախենամ, որ այդ Իլհամ դու հիասքանչես պաչիկները, սրտիկները Հայաստանի ինքնիշխանության վրա հերթական անգամ շատ ծանր նստեն, այլևս Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Ադրբեջան, նաև տնտեսական դաշինքի արդյունքում։